լաբորատորիաները եղել են տարբեր հարկերում, հիմա բոլորը արդեն մի հարկում են, նաև կան նոր ստեղծված լաբորատորիաներ, ստեղծվել է այս օպտիկայի ֆոտոնիկայի կենտրոն ընդհանուր կենտրոնն է ստեղծվել ու դրա մեջ էլ նաև օպտիկական միկրոհամակարգերի մշակման ու հետազոտության լաբորատորիա։ Այստեղ սեմինարների նաև դասապրոցես է լինում, ու հիմա արդեն մեր պրոֆեսորն է ամոչոպեց։ Հիմնականում հերձյուրեղների լաբորատորիան է։ Ինչպես է ձևակերպվում այն հարցը եւ ով է ձևակերպում այն հարցը, որը պիտի հետազոտվի։ Հիմա բարձր որ միշտ եղել է թեմա, բայց հիմա կոնկրետ հետազոտությունը իրենք հետազոտողներն են որ հարցի պատասխանն են ուզում գտնել, այդ հարցը ով է ձևակերպում, գրանտային թեմաները, այդ պրոցեսը պարունակի, հիմնականում ներքևից վերել է, այսինքն հիմնականները իրաց գիտական հարցումների վրա ծրագիրը գրում են ու օրինագիտության կոմիտեի քննարկում է գրախոսների եւ այլն որոշում է։ Այսինքն միայն այդ ուղղությամբ լինում է այդպիսի թեմա, որ բարձրանում գիտության կոմիտեն ասում, որ ես հայտարարում եմ դրամաշնոր այս թեմայով, այս թեման տարի առաջի անգամ ունենալու են թեմաներ աշխատելու, թերապևտության ներկայացուցիչների գիտնականների եւ առանձնացրել են թեմաների վերնագրեր, որոնք հենց պետության տարիքներից են։ Պետության տարիքների տարբերելու նախաձեռնությունը կամ նախնական միտքը գիտնականներից չէ, թերապևտություններից թեմաները, գիտնականների եւ պարզապես այդ թեմաների վերնագրերը գիտական թեմայի վերնագրի տեսքի են եւ հիմա մտքերը հանել են մենք այդպիսի մտքեր ունենք, որ մենք նաեւ փորձենք տնտեսությունից հավաքել հարցեր եւ այդ կամուրջը չնայած ենթադրվում է որ նախարարություններն են իրատեսությունները իրանց հերթին էլի տնտեսությունից են վերցնում բայց նաեւ ուղիղ կապը որպեսզի նաեւ իրական տնտեսությունը գիտության ֆինանսավորման իր մոտիվացիան գտնի եւ տեսնի որ ինքը կարող է սկսած ամենապարզ արդյունավետության բարձրացման ուղղությամբ ներդրում անել եւ հավատա որ Հայաստանում կա այդ գիտական ներուժը, որ իրանք կօգնի այդ հարցի պատասխանը գտնել։ Բավարարչապետ, հիմա օրինակ EMI Science-ը մաթեմատիկային բավականին հետազոտություններ պատվիրում է, սինոպսիսը ֆիզիկների մեջ կա համագործակցություն, բայց ավելի մեծ մասշտաբով համաձայն եմ, որ tech transfer office-ների գաղափարը պետք է առաջ տանել, որը կոմիտեն աշխատում է հետևության, որ tech transfer-ներ լինեն, այսինքն գիտական արդյունքը դեպի տնտեսություն, տնտեսությունը իր հետին պատերի չեսնի դեպի գիտություն։ Այստեղ ուսումնական հատված է, հիմնականում Այս վերջին 3 տարում համալսարանի կառուցել 25 ուսումնական լաբորատորիա, 25 մեր ունենալիք եւ 18 գիտական։ Անընդհատ արդյունք է, քիմիան, որ հիմա չենք այսօր այցելելու, բայց եթե քիմիան որ մտնենք, կտեսնենք ինչ պայմաններ են ստեղծվել քիմիան, ուղղակի այն ամենաբարձր ստանդարտներով։ Այստեղ նոր մետանյութերի հետազոտության մասնավոր նոր տեսակի նյութերի, որոնք բնության մեջ չեն հանդիպում, դրանց տեխնոլոգիական կիրառությունները շատ լայն են, սկսած համակարգչային նոր տրանզիստորներից, վերջացած նոր օպտիկական հատկություններով նյութերի ստեղծման եւ այլն։ Այս սարքը բավական թանկարժեք սարք է, վերջերս ձեռքբերվել գիտության կոմիտեի միջոցներով Եվ միանգամից կապված է համակարգչի հետ, այսինքն միանգամից արդյունքները գրաֆիկների ասում են տարածաշրջանում չկա այս սարքը։ We should talk the materials with some fluorescence dyes because this is the fluorescent microscope which կարևոր հատկությունից նրան է, որ եռաչափը կարող է կառուցվածքներ ստանալ։ Այստեղ հիմնականում օպտիկա, լազերներ, մենք այստեղ ունենք տարբեր հետազոտական ուղղություններ, փնջերի կառավարման, օպտիկական աշխատանք, հիմնականում մեծ մասը հեռանկարային տեխնոլոգիաների նպատակով է, որպեսզի ուղղված են ապագայի տեխնոլոգիաների փնջերի կառավարման, ազդանշանների մշակման, օպտիկական համակարգիչների ստեղծման, ներողություն, այսինքն եւ ուսանողները եւ
Այսինքն ուսանողներ են առումը, որ մագիստրատուրայի բակալավրի վերջի կուրսի ուսանողները կարող են դիմել մեր լաբորատորիայի կամ կենտրոնի մյուս լաբորատորիաներին, որ զբաղվեն հետազոտությամբ իրենց մագիստրական կամ բակալավրի թեզերը գրեն։ Ուրեմն հասկանամ, սրանք նոր ստեղծված հնարավորություններ են, այսինքն կամ զարգացող հնարավորություններ են, որ նախկինում կամ չենք ունեցել, կամ մասամբ ենք ունեցել։ Սրանք բոլորը նոր ձեռք բերված սարքեր են, իրենք բավարարում են միջազգային մակարդակի օպտիկայի լաբորատորիայի սարքերին, օրինակ այս սեղանը ինքը 1 տոննայի չափ է վերստեղ հասցրել, որտեղ ինքը հատուկ ստաբիլություն է ապահովում, կապը օդի պնևմատիկ համակարգ կա, որ վիբրացիաներից Այսինքն այս սարքավորումները նաև մեզ թույլ են տալիս ինտեգրվել միջազգային գիտական Արդեն ինտեգրված են, որտեղ նաև բոլոր ծրագրերի պայմաններից կոլաբորատորներ շատ բարձր որակի Ստուդենտը որոշի եւ պոտենցիալը թերմոգերությունը ինքն ամեն ներքին մտքի մասնակցում հատակարար չի այսինքն եւ ավելացված արժեքիա չկա եւ շահի Այսինքն սա բյուջետային ծրագրերով բյուջետային ծրագրով է մեր կապիտալ ծախսերի իսկ միայն սա թե նաև նախկիններ ահագին կային ինչ որ ասում են կոմիտե իրականում դա է մեր ծրագիրն է ամենաթանկամոտ սարքերը պետության բայց նորմալ փոքր բաներն է սիներգիա ինչքան մեծերը այսինքն մենք այն որ կառավարության նիստերում ասում ենք այսքան հիմա նաև բյուջետ կատարման հաշվետվություններ չէ՞ թե նաև այսքան էս հենց իրանց մասին Ավարտել անցյալ 440 միջազգային դրախոսով փոխվածից այս տարի ասենք համարյա 700 ունեցան դա բացարձակ ռեկորդ դրանք ստան վարկանշավորման բայց այդ հնարավորը նաև այդ սարքերի չլիներ այս ամբողջ չէ չլիներ այս սարքերը այսքան ներդրումը պետության այդ արդյունքը չէր Վերջի 2 տարվա մեջ 50%-ով ավելացել է դիմորդների քանակը։ Դրան զուգահեռ 50% ավելացել է դարձել ինչքան 47-ից 69 դիմորդ։ Բավական մենք ունենք 60 տեղ ներկայիս, որոնցից 40 անվճար, 20-ը վճարով է։ 69 դիմորդ ունենք ու սովորաբար թափուր տեղեր ասեն 2 տարի տամակից չունեն ռեկրեացիոն։ Դրա զուգահեռ երկու կրթական ծրագիր, մեկը մագիստրատուրա, մեկը բակալավրիատ, միջազգային հավաքագրում հանց է գերմանական ասին կազմակերպության կողմից։ Սա մեր լաբորատորիան է գիտական։ Իդեպ վերջին 3 տարվա մեջ մոտ 1 միլիարդ 500 միլիոն դրամի սարք-սարքավորում է եկել մեր ֆակուլտետում։ Ու այս պահին գործող դրամաշնորհների քանակը 1 միլիարդ 500 միլիոն։ Այսինքն իհարկե 3 տարվանոց, 5 տարվանոց, բայց մեր ֆակուլտետը շատ գերակտիվ վիճակի։ 50-ից ավելի միշտ դրամաշնորհ Ուսանողների քանակը մոտ 300 բակալավր, 100 մագիստրոս եւ 23-24 ասպիրանտներ եւ հայցորդներ։ Այսինքն այս է բան, այդ կարգի ակտիվություն ոչ միտեղ չկա։ Տարբեր սարքավորումներ արտադրության կոմիտեի կողմից տրվել եւ տարբեր հետազոտություններ արվում տարբեր կամպանիներից։ Շատ ակտիվ է կամպանիայի կառավարողը Մարենց էլեկտրական Դե կան մանդրներ, որոնք որոշության կատարվում են, բայց հիմա այստեղ կան հատուկ ֆերմենտներ, որոնք ներառվում են ուղղակի սնայել փոքր մասշտաբի։ Աշխատանքային վիճակի լավագույն օրինակը վերջին 2 տարվա մեջ ՄԳՇ միջազգային գիտական շտեմարաններով տպագրված հոդվածների քանակը 2.5 անգամ ավելացել։ Այսինքն 59-ից դառել է 149։ Web of Science, Scopus եւ այլն։ Որտեղ այս պայծրությամբ գնահատման համար ամենալավ օբյեկտիվացիայի շեյքը դրսում բարձր որակի ժուրնալներում ամսագրերում տպագրվել է։ Սա արդեն ամբողջությամբ Վարշավայի կրթության գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորված լաբորատորիա է, սարքերը Այստեղ նոր դրամաշինը ամրապնդման։ Հիմա այստեղ համասարան ամբողջությամբ վերանորոգումներ կատարել,
խոսք գնում է եւ այս ենթակառուցվածքի օգտագործության եւ այլն, բայց սարքավորումների եւ խարույկը եւ մնացած ամեն ինչը կոմիտեի եւ տարբեր դրամաշնորհների միջոցով էլի բավականին այսպես ունենք լավ սարքավորումներ։ Այստեղ կարող եք տեսնել տեղադրված կենսասենսորներ, որոնք ավտոմատ ձևով չափում են այս մորասինկերի աճը ու այդ տարբեր արգելակիչները ինչպես կարող են ճնշել դա, որը կարող է կիրառվել օրինակ այդ արտադրությունները խթանելու համար եւ այստեղ համակարգչով հետևում ենք իրենց աճը, ինչպես նաեւ այստեղ կարող ենք որոշել նրանց կենսունակության փոփոխությունները։ Լաբորատորիան, որը զբաղվում է բացկերային բջիջների ուսումնասիրությամբ, լաբորատորիան անցած տարի հոկտեմբերին կառուցվել ամբողջովին Երևանի պետական համալսարանի միջոցներով, իսկ այս սարքավորումները դրանք մրցակցության պետական կոմիտեի կողմից տրամադրված սարքերի ու սարքավորումների արդիականացման շրջանակում են եւ կարողանացած սարքերը նոյեմբերից բայց արդեն անգամ ունենք հոդվածներում ներառված աշխատանքներ եւ նախորդ տարվա այս փուլի, այս շրջանի համապատասխան կարող եմ ասել, որ 2 անգամ բացեցել է տպագրության ընդհանուր լաբորատորիա, որտեղ իսկ 24-ին արդեն տեղադրված։ Այստեղ ասենք օրինակ մեզ հետաքրքրում է մետաստազի ռոբոկային պրոցեսների մասնակից միացություններ, մենք հենց ջիներիզմում մոլեկուլային մակարդակով կարողանում ենք ներկել, հա, ֆլորեսցենտային ներկում ենք եւ այդ կոմպոնենտները, եթե ինտենսիվությունը բարձր է, ուրեմն շատ է։ Տալիս ենք դեղը, ինչքան նվազեց, այնքան ուժ կարողանում ենք տեսնել այդ ազդեցությունը վիվայրում կամ